88 թվականի երկրաշարժը ոչ միայն վերափոխեց ամբողջ աշխարհը, այլև աշխարհը դասեր քաղելով մշակեց բնակչության պաշտպանության առումով տարբեր մեխանիզմներ, ասում է ԱԻՄ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։ Այսօր մեր երկրում ստեղծված է մի մեծ կառուցիկ արդյունավետ գործող համակարգ, բնակչության պաշտպանության համակարգ, եւ երբ որ հետադարձ հայացք է ձգում, այդ ամեն ինչը սպիտակի երկրաշարժի դասերի վրա եղավ։ Մենք այն ժամանակ չկար ընդհանրապես խորհրդային միությունում չկային փրկարարական կառույցներ։ Այսօր մենք ունենք փրկարարական կառույց, իսկ նախկինում մեզ մոտ միայն հրշեջներն էին, որոնք ներքին գործերի նախարարության համակարգում էին։ Այսօր մեր մոտ 3000 հրշեջները կատարելագործվել, վերապրոֆիլավորվել, տեխնիկապես հագեցվել եւ ուսուցանվել են եւ այսօր մենք ունենք 3000-ից ավելի ամբողջ հանրապետությունով մեկ պատրաստված, հագեցված, հագցված տեխնիկապես եւ գրագետ գործող հրշեջ փրկարարներ։ Սպիտակի երկրաշարժից հետո շինարարության նորմերն ըստ Նիկոլայ Գրիգորյանի վերանայվել են, պետք է միջոցներ ներդնել, առաջնայնություններ սահմանել հին շենքերը ամրացնելու կամ անհրաժեշտության դեպքում որոշները քանդելու եւ նորը կառուցելու ուղղությամբ, նշում է բանախոսը։ Նիկոլայ Գրիգորյանի խոսքով առաջնային օղակում պետք է լինեն դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները եւ ապա կառավարման հիմնարկները։ Իհարկե նման ծրագրի իրականացումը կախված է երկրի տնտեսական պայմաններից ու հնարավորություններից, ասում է Նիկոլայ Գրիգորյանն ու հատկանշում, որ որպես կանոն աղքատ եւ նոր զարգացող երկրները ավելի շատ են տուժում աղետներից, մասնավորապես ասիական երկրներում զոհերն ավելի շատ են լինում, մինչդեռ եվրոպական երկրներում կորուստները հիմնականում ֆինանսական նյութական են լինում, վստահեցնում է բանախոսը։ Ամեն դեպքում այս տարիների ընթացքում Արցախից մինչև Երևան շենք-շինությունների ամրապնդման, հետևաբար աղետի ռիսկի նվազեցման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվել ու տարբեր ծրագրեր իրականացվել։ Շատ խնդիրներ կան, որ այսօր մեր երկրում լուծված են նաեւ մեր նախարարության շնորհիվ, որ բոլոր դեպքերի համար, այսինքն սեյսմիկ ռիսկի նվազեցման համար եւ կա ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության համապետական պլանը ազգային եւ տարբեր մարզեր ունեն եւ տարբեր գերատեսչություններ ունեն, ասես վերևից ներքև յուրաքանչյուրը գիտի իր անելիքը, իր համալրվածության աստիճանը, իր կարիքը, որտեղ ինչքան ինչ է զգացվելու եւ ինչպես կարելի է դրան արձագանքել։ Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ իրենց կառույցը համագործակցում է համարյա բոլոր երկրների հետ, սկսած Ամերիկայից մինչև Ճապոնիա։ Սպիտակի երկրաշարժի գլխավոր դասերից մեկն էլ սեյսմիկ վտանգ հասկացության գնահատումն էր։ Հաշվառված էր, որ մեզ մոտ առավելագույնը կարող է լինել մինչև 7 մագնիտուդ երկրաշարժ, սակայն մինչև 7 բալ երկրաշարժ։ Սակայն փորձը ցույց տվեց, որ դա կարող է լինել 9-10 բալ եւ մեր սպիտակի երկրաշարժը 7 մագնիտուդ էր ընդերքում եւ երկրի վրա այն դրսեւորվեց մինչեւ 9-10 բալ։